Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կարոտեցի Հայաստանը վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Վաշինգտոնից Հայաստան վերադառնալիս այս մասին գրել է վարչապետ Փաշինյանը։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Վաշինգտոն է մեկնել փետրվարի 18-ին ԱՄՆ նախագահ Թրամփի հրավերով մասնակցելու խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Նիստից առաջ Հայաստանի վարչապետը շփումներ է ունեցել մի խումբ գործընկերների, այդ թվում Ալիևի հետ։ Բաքուն հրաժարվել է մասնակցել խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը, թեև ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանն ու ևս 8 երկիր ամերիկյան $7 միլիարդ են ներդրել։ Կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հերքել է Թրամփի հայտարարությունը, հայտարարելով, որ հնարավոր է Ադրբեջանը ապագայում դիտարկի իր մասնակցությունը Գազայի ներդրումային նախագծերին։ Ի դեպ, ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Վաշինգտոնն իր հերթին $10 միլիարդ կներդնի խաղաղության խորհրդում, ՄԱԿ-ը կհատկացնի $2 միլիարդ, իսկ FIFA-ն $75 միլիոն կուղի տարածաշրջանի ֆուտբոլային նախագծերին։ Ես ուրախ եմ հայտարարել, որ Ղազախստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը եւ Քուվեյթը համատեղ ավելի քան $7 միլիարդ են ներդրել Գազայի օգնության ծրագրում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին կայցելի Հայաստան, լուրը հայտնել է Հայաստանի պատվավոր հյուպատոսը։ Դենիս Ջորկաևը LinkedIn-ի էջում գրել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կայցելի Հայաստան, կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ եւ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Երևանում։ Այսօր լրանում է Ղարաբաղյան շարժման 38-ամյակը։ 1988-ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում լղիմ ժողովրդական падգամավորների խորհրդի արտահերթ նիստը որոշեց դիմել Երևանին եւ Բաքվին մարզը ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու եւ հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու պահանջով։ Նույն օրը Ազատության հրապարակում սկսվեցին բազմահազարանոց հանրահավաքներ ի աջակցություն Արցախահայության։ Սկզբում օրակարգում Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն էր, սակայն արդեն 88-ի մայիսից առաջ քաշվեցին նաև Հայաստանի ժողովրդավարացման եւ ինքնիշխանության պահանջները։ Գեղարդ հիմնադրամը հայտնում է, որ ձեռք բերած փաստերով Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, կոտրելով խաչքարերից առնվազն մեկը եւ փոկելով սրբապատկերները։ Հիմնադրամը սա դիտարկում է որպես Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ մշակութային ցեղասպանության շարունակականություն։ Նշվում է նաեւ, որ միջազգային կառույցները բավարար ուշադրություն չեն դարձնում հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանությանը, մինչդեռ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է ներկայանալ որպես բազմամշակութային եւ հանդուրժողական պետություն, քողարկելով հայատյաց քաղաքականությունը եւ մշակութային կոթողների ոչնչացումը կամ յուրացումը։ Եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ եւ կոչ անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները եւ հարգել եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը։ Այս մասին հայտարարություն են տարածել եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները։ Ավարտվել է ձմեռային զորակոչը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ բանակում սկսվել է երթման արարողությունների փուլը։ Նոր փոփոխության համաձայն երթման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ, որը կարող են անցկացնել իրենց տներում ծնողների հետ։ Երևանում թարմ, միջին, նորոգված կամ փոսալցված փողոցներում կամ չկան փոսեր, կամ էլ շատ քիչ են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փաբուխչյանը։ Այս տարի աղուավազը 2.5 անգամ ավելի շատ է գործածվել, քան նախորդ տարիներին։ Դա պայմանավորված է նաև այն բանով, որ այս տարի աննախադեպ քանակությամբ ձյուն տեղած հանրապետությունում։ Նշենք, որ ձյան տեղումներից հետո Երևանի փողոցներում բազմաթիվ փոսեր են առաջացել, որոնք որոշ հատվածներում բավականին մեծ են։ Սոցցանցերում մարդիկ տեսանյութեր են հրապարակում ավերված փողոցներից։ Եվրամիության գնահատողական այցի ընթացքում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեում եւ ավիաընկերություններում թռիչքային անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող թերություններ չեն հայտնաբերվել, սակայն արձանագրվել են որոշ բացեր, հիմնականում թռիչքային գործունեության վարչության կողմից սերտիֆիկացման եւ վերահսկողության գործառույթների իրականացման, ինչպես նաեւ որակի ապահովման համակարգի ոչ ամբողջական կիրառման մասով։ Կոմիտեն մշակել է ուղիղ գործողությունների պլան եւ ճանապարհային քարտեզ, թերությունների մի մասը արդեն վերացվել է, մյուսների ուղղման աշխատանքները շարունակվում են։
Վերանայվում է նաև ավիացիայի մասին օրենքը, նախատեսում է լրացուցիչ հաստիկների ավելացում։ Եվրամիության սև ցուցակից դուրս գալու հարցը կքննարկվի միայն այն բանից հետո, երբ Եվրամիությունը ընդունելի կհամարի ներկայացված գործողությունների պլանը եւ կվավերացնի իրականացված քայլերը։ Վրաստանը բեռնատարների համար վերաբացել է Հայաստանի սահմաններից մեկը տանող ճանապարհը։ Ախալքալակ Հայաստանի սահմանմայրուղու երթևեկությունը վերականգնվել է կցորդներով եւ կիսակցորդներով տրանսպորտային միջոցների համար, ասված է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի հայտարարության մեջ։ Լարսով երթևեկությունը դեռևս փակ է։ Վերջին օրերին տարածվող լուրերը, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից 231 դպրոց է փակվելու, չի համապատասխանում իրականությանը, այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։ Նախարարությունը ընդգծել է, որ կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է կրթության որակի բարձրացմանը, հասանելիության ընդլայնմանը եւ նոր դպրոցների ու մանկապարտեզների կառուցմանը։ Քաղաքացիներին հորդորում են վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում կիրառվել է արհեստական բանականություն, իսկ ձայնն ամբողջությամբ փոփոխված է։ Նրա խոսքով փորձաքննության եզրակացությամբ տեսանյութի ֆայլերը մշակված ածանցյալներ են եւ չեն հանդիսանում բնօրինակ նյութ։ Տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ բովանդակությունը կառուցված եւ մանիպուլացված թվային արդյունք է։ Փաստաբանը նաեւ նշել է, որ փորձաքննության պատասխանները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ։ Ըստ նրա, մի քանի անկախ ցուցիչներ վկայում են, որ նյութը ստացվել է կամ վերամշակվել է մասնագիտացված ծրագրով եւ ունի արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման հատկանիշներ։ Անդրադառնալով ձայնագրությանը, Բաբայանը ընդգծել է, որ խոսքը ենթարկվել է փոփոխության, իսկ ձայնը վերասինխրոնացվել է տեսագրության հետ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացել է Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանության գործով նիստը։ Դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը կասկածի տակ է դրել մեղադրողների եզրակացության հիմնավորվածությունը։ Պաշտպաններից Վահան Հովհաննիսյանը նշել է, որ մեղադրական եզրակացությունը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։ Մասնավորապես չի հստակեցվում, թե որ ապացույցն ինչ մեղադրանք է հաստատում, այսինքն որ ցուցմունքի որ հատվածն է հաստատում օրինակ իր պաշտպանյալ Նարեկ Օհանյանի մեղքը։ Ըստ այս հաստատված հաստատան հանգամանքների Նարեկ Օհանյանը ձեռք է բերել դյուրավատ հեղուկ եւ որ Հարությունյանի օժանդակելու նպատակով։ Հիմա եթե հանրային մեղադրողը չնշի, թե հաստատված հաստատան հանգամանք ընդունելով Նարեկ Օհանյանի կողմից դյուրավատ հեղուկ ձեռք բերել է Գևորգ Հարությունյանին օժանդակելու նպատակով։ Այսինքն եթե դրա հիմքում չվկայակոչի ապացույց, պատվաշան դատարան, ես իմ կողմից ապացույցներ ներկայացնեմ ժամանակ։ Ինչ ապացույցով հակադրել եմ այդ գոյություն չունեցող ապացույցին։ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեում խոզարկություններ են իրականացվում, տեղեկությունը հայտնել են ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Պատճառը եւ հստակ գյուղը կամ քաղաքները դեռևս չեն նշվում։ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները ըստ Միացյալ Նահանգների առաջնորդի գնահատականի ընթանում են լավ։ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ կողմերը հաջողելու են իմաստալից համաձայնության հասնելու։ Հակառակ դեպքում Վաշինգտոնը Թեհրանին սպառնում է վատ բաներով, ինչպես հենց նախագահ Թրամփն է ձևակերպել։ Ռուսական կողմն էլ հայտնել է, թե վերջին 3 օրերի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պոտենցիալ ռազմական գործողությունների թատերաբեմին է ավելի մոտ տեղակայել մի ամբողջ ռազմական արսենալ, այդ թվում 39 լիցքավորվող եւ 29 ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Ամերիկյան արդեն իսկ տեղակայված ուժերն ըստ փորձագետների տևական ռազմական արշավ իրականացնելու համար է նախատեսված, իսկ ուժերի կուտակման նման տեմպը դատարկ սպառնալիք չէ։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարելով, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ընթանում են լավ, հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի հասնել իմաստալից համաձայնության։ Հակառակ դեպքում ԱՄՆ նախագահը Իրանին սպառնացել է վատ բաներով։ Գուցե պետք լինի մի քայլ էլ առաջ գնալ կամ գուցե ոչ։ Դուք դա կիմանաք հաջորդ հավանաբար 10 օրվա ընթացքում։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, դա շատ պարզ է։ Դուք չեք կարող խաղաղություն ունենալ Մերձավոր Արևելքում, եթե նրանք ունեն միջուկային զենք։ Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է Իրանի միջուկային ծրագիրը, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հիշեցնենք, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, Իրանի շուրջ լարվածության աննախադեպ աճ է նկատվում, կոչ անելով տարածաշրջանի բոլոր պետություններին զսպվածություն ցուցաբերել։
Ամերիկացի ֆինանսից Ջեֆրի Էփշտեյնի գործով հետաքննության շրջանակում փետրվարի 19-ին ձերբակալված արքայազն Էնդրյուն ոստիկանությունից 12 ժամ անց ազատ է արձակվել։ Հիշեցնենք, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր եղբայրը նախկին արքայազնը ձերբակալվել է պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով։ Էնդրյուի գործով հետաքննությունը շարունակվում է։ Վաշինգտոնում Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ադրբեջանցի ցուցարարներին։ Վաշինգտոնում ապազգային արմատական խումբը փորձել է սադրիչ բնույթի գործողություններ իրականացնել։ Ըստ արկատեղեկությունների, նրանք պետության ղեկավարության հասցեին վիրավորական եւ ոչ բարոյական արտահայտություններ են բղավել։ Դեպքի ժամանակ պետական պահպանության ծառայության աշխատակիցները օպերատիվորեն միջամտել են վերահսկողության տակ վերցրել իրավիճակը եւ կանխել հնարավոր զարգացումները։ Իրանական ռազմական ինքնաթիռը կործանվել Համադանում։ Ռազմաօդային ուժերի ինքնաթիռը կործանվել է Համադան նահանգում գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ։ Օդաչուներից մեկը մահացել է, մյուսը մնացել է ողջ։ Միջադեպի մանրամասները քննվում են։ Այս տարի աղու ավազը 2.5 անգամ ավելի շատ է օգտագործվել, քան նախորդ տարիներին։ Դա պայմանավորված է ձյան աննախադեպ քանակով։ Լրագրողների հարցերին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն է պատասխանում։ Երևանում թարմ, միջին նորոգված կամ փոսալցված փողոցներում կամ չկան փոսեր, կամ էլ շատ քիչ են։ Նախորդ տարի իրականացվել են փոսալցման մեծածավալ աշխատանքներ։ Մենք մոտ 200,000 քառակուսի մետր իրականացրել ենք փոսային լցման աշխատանքներ եւ կարող եք դուք ինքներդ շրջել կամ միասին շրջենք եւ կտեսնենք, որ այդ հատվածներում չկան որևէ խնդիրներ։ Ֆորս մաժորային իրավիճակը հաղթահարելու նպատակով քաղաքապետարանը դեռ փետրվարին սկսել է լրացուցիչ փոսալցման աշխատանքներ, պայմանավորվածություն ձեռք բերելով ասֆալտապատող ընկերության հետ, նշեց Փամբուխչյանն անդրադառնալով փոսերի աննախադեպ թվին։ Ճանապարհաշինարարությունն արվում է ոչ թե բիտումով, այլ բիտումային էմուլսիայով։ Սա ըստ լրագրողների պակաս որակյալ է։ Քաղաքապետի առաջին տեղակալը սակայն համաձայն չէ դիտարկման հետ։ Այդ բիտումային էմուլսիան նույնպես ընդունելի տարբերակ է, որը որ 70 աստիճան են, եթե չեմ սխալվում, միգուցե դետալների մեջ պլյուս մինուսով սխալվեմ, 70 աստիճան է պահանջում տաքությունը, հենց բուն բիտումը 160, բայց դա նույնպես ընդունված է շինարարության մեջ, այսինքն դրա մեջ որևէ տարբերություն չկա։ Փամբուխչյանի համոզմամբ փոսերի հիմնական պատճառը ոչ թե անորակ աշխատանքն է, այլ հին ասֆալտապատումը, որին ավելացել են նաև ձնամաքրման ինտենսիվ աշխատանքների հետևանքները։ Իսկ ցանկացած վայրում, որտեղ աշխատանքները իրականացվել են անորակ, առանց բիտումի, կքանդվեն եւ կվերակառուցվեն շինարարի հաշվին այնպես, ինչպես այժմ Վարդանանց փողոցում է։ 2025-ին փոսալցման աշխատանքներն իրականացվել են քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում։ 26-ի հետ կապված մենք ունենք 1.7 միլիարդ դրամ հատկացված միջին նորոգման համար եւ 1.1 միլիարդ մոտ 1 միլիարդ դրամ ունենք հատկացված փոսային աշխատանքների լցման համար։ 26 թվականին կարող եմ նաեւ ընթերցել, ինձ մոտ ես հատուկ վերցրել եմ իմանալով, որ այս հարցը կտրվի։ Մենք ունենք նախատեսած Գարեգին Նժդեի փողոց միջին նորոգում, Տիգրան Մեծ, Ագաթ Հանգեղոս, Դեմիրճյան, Եղվարդի Խճուղի, Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան։ Այս տարի նախատեսվում է հիմնանորոգել նաև Ավետիսյան, Արինբերդի եւ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցները։ Փամբուխչյանն անդրադարձավ նաև մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցմանը։ Փորձաքննություններն ավարտված են, եթե ոչ այս, ապա մյուս տարի կսկսվի շինարարության մրցույթը։ Կառավարությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի 2024 եւ 2025 թվականների կարկուտի վնասների մասնակի փոխհատուցման համար։ Թեև փոխհատուցման կարգը հաստատվել էր դեռ ամիսներ առաջ, սակայն հատկացված գումարը բավարար չի եղել ամբողջ պարտավորությունները մարելու համար։ Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին գործադիրը հաստատել էր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման կարգը։ Փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացնեն գյուղատնտեսական տնտեսությունների ֆինանսական վիճակը եւ ստացած միջոցների հաշվին հաջորդ գյուղատնտեսական տարում հնարավորություն ունենան կազմակերպել գյուղատնտեսական գործունեություն։ 2024-25 թվականներին արձանագրված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 2 միլիարդ 717 միլիոն դրամ։ 2025 թվականի ընթացքում արդեն փոխհատուցվել է շուրջ 1 միլիարդ 714 միլիոն դրամ։ Սակայն հաշվարկների ճշգրտումից հետո պարզվել է, ամբողջ պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ է եւս ավելի քան 1 միլիարդ դրամ։ Այժմ կառավարությունը 2026 թվականի պետական բյուջեում նախատեսում է վերաբաշխում լրացուցիչ 1 միլիարդ 2 միլիոն դրամ
դրամ հատկացնելու նպատակով։ Փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն հողօգտագործողները, որոնց վնասը կազմել է 40-ից 100%։ Դիմումները ներկայացվում են համայնքներին, ապա փոխանցվում մարզային եւ հանրապետական հանձնաժողովների հաստատմանը։ Կառավարության այս լրացուցիչ որոշումը նաև ցույց է տալիս գյուղատնտեսական ապահովագրության համակարգը չի գործել այն արդյունավետությամբ, ինչի համար ստեղծվել էր։ Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ վնասաբերության բարձր մակարդակի պատճառով ապահովագրական ընկերությունները խուսափում են պայմանագրեր կնքել։ Պետությունը 2025-ին սուբսիդավորում էր ապահովագրավճարի 70-ից 80%-ը եւ պատրաստ էր փոխհատուցել նույնիսկ 200%-ից բարձր վնասաբերությունը, սակայն անգամ այս պայմաններում ապահովագրական շուկան չի ակտիվանում։ Փետրվարի 20-ին ողբերգական վթարը տեղի ունեցել Արարատի մարզում 20-ամյա մանվելը BMW-ով Երևան երազ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հողաթմբերին, 25 մետր շրջվելով հայտնվել հողամասում։ Վարորդը տեղում մահացել է, նրա մարմինը մեքենայից դուրս հայտնաբերել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։ Մահացածի մարմինը պատգարակով դիատարին են մոտեցրել փրկարար ծառայության Արտաշատի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Վարորդը ծառայում էր Պաշտպանության նախարարության Հենզորամասում, սակայն մեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Հավանաբար մենակ է եղել, իսկ ավտոմեքենան տարբեր մասերի է բաժանվել տարբեր հատվածների։ Մարմինն էլ հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Փետրվարի 20-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում Ավանառինջ առաջին միկրոշրջանի 1 կոտրակ 8 հասցեում մեքենաներ են այրվել։ Ավտոտեղ սպասարկման կետում կայանված Մազդայում եւ Նիսսանում առաջացած կրակի դեմ պայքարել են այդ կետի աշխատակիցները, հետո Երևանի հշեջ փրկարարական ջոկատների հշեջ փրկարարներն են մարել կրակը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Իդեպ իրավապահները 2 վարկածի ուղղությամբ են աշխատում, կամ անհայտ անձինք միտումնավոր են հրկիզել մեքենաները, կամ անզգուշաբար են բռնկվել։ Մազդան ամբողջությամբ մոխր է վերածվել, նա նույնպես, թե ինչն է եղել կայանված ավտոմեքենաներում առաջացած կրակը, դա հավանաբար կպարզվի, քանի որ դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները։ Փետրվարի 19-ին աշտարակի վարչական տարածքում բախվել են Ֆորդը, Օփելը եւ Բեռնատար Գազելը։ 2 հոգու առաջին օգնության են ասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Նախնական տեղեկություններով բախումը տեղի է ունեցել Օփելի եւ Գազելի միջև, Ֆորդն էլ եղել է կայանված։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել։ Փետրվարի 19-ին ԱՄՆ դեսպանատան դիմաց պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, հետո հրդեհ է բռնկվել։ Ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ժամանակավորապես մինչև հրշեջների աշխատանքի ավարտը Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով երթևեկությունը նշված հատվածում մոտ 20 րոպե դադարեցվել է, առաջին հերթին ելնելով վարորդների անվտանգությունից։ Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, կրակ, որը տեսանելի է անգամ մոտ 500 մետրից, պարզվում է։ Եվ Երևանի քաղաքապետի հանձնարարականով Մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման աշխատանքները։ Ողջ գիշեր աշխատանքները կատարվել են Աճարյան փողոցում, Բուսաբանական այգու հարևանությամբ դեպի Միասնիկյան պողոտա իջնող հատվածը։ Տեսնում եք։ Ագին, այն որ մարդաբոյ փոսերը սա, ասֆալտապատումը, Բնակիչներն ասում են խմելու ջուր է։
Մայրաքաղաքում Գոգոլի փողոցում արտակարգ վիճակ է։ Մի քանի բազմարկ շենքերի եւ սեփական տների հատվածով անցնող ճանապարհին խմելու ջրի խողովակն է վնասվել։ Ջուրն էլ ողողել է ամբողջ տարածքը։ Խմելի ջուրա չէ ժողովուրդ։ Բնակիչներն արագ են գործել վաղարավոտյան զանգահարել են Վեոլիա ջուր։ Հավատացել են, որ մասնագետները կպոնտենան, բացի այն, որ վթարը արագ կվերացնեն, նաև խմելու ջուր աննպատակ չի հոսի։ Բայց մի քանի ժամ է այդպես էլ ոչ ոք չի մոտեցել։ Իսկ քաղաքացիները տարբերակներ են փնտրում տարածքը շրջանցելու համար։ Տեսել եք, ասես պարկած խմելու ջուր, խմելու ցայտաղբյուր, տեսել եք, ասես պետք է պարկես, նոր խմելու ջուրը խմես։ Ու որպեսզի րոպե առաջ ջրի հոսքը դադարեցվի, բնակիչները Երևանի քաղաքապետին են դիմում, հորդորում են օպերատիվ գործել, խնայել խմելու ջուրը։ Ասում են աշխարհում բազմաթիվ երկրներ կան, ովքեր խմելու ջուր չունեն, իսկ այստեղ այն աննպատակ հոսում է։